Կարող Արապետյանն է, Օնիկն է, ասում նստել են մեքենան, ոչ մի խոսակցություն չի եղել գումարի մասին։ Նստել են մեքենան, հավաքել են գլխին։ Բայց պատկերացրեք, մենք ուր ենք գնում։ Նախորդ օրը Էջմիածին են գնացել, մեքենան են տեսել, հավանել են։ Այդ օրը գնում ենք, որպեսզի մեքենաներից մեկը վերցներ։ Մեկ։ Երկրորդը Դիմիտրովի մոտից ինձ վերցրել են մինչև դեպքի վայրը մոտ 7-8 կիլոմետր։ 7-8 կիլոմետր։ Այսինքն այն ժամանակն է, այն 5 րոպեն է, 7 րոպեն է, որ ես խոսել եմ։ Վերցրել ես գումար։ Որպեսզի այնտեղ վիճարել։ Այն մարդեն ցուցմունքն է, որ կգնանք այնտեղ տեղում խոսամ, ես կանեմ, որ Օնիկին ասել եմ կանգնացրու, մեքենան իշտեմ։ Օնիկը մեքենան ավտոմատ, մեքենան դանդաղացրել է, որ ես իշտեմ։ Այդ խոսակցությունն է եղել, որ հայել է, պատասխանել է, բանալնի բանալ, հայեց, պատասխանեցին։ Ոնց որ դատարանում էր, բերանն ապրծպր բացել էր, կոփել էր աղբամանը, ավելի պակաս խոսում էր, ես ընդամենը սաստում եմ։ Նրա խելքին չեմ, որ նույն ձևով ես պատասխանում, չնայած կարող է նույն բաներն էլ ես իրեն ասել։ Հետո տեսակ չէ, Օնիկին ինչ ասում էր, Օնիկը կրկնում էր։ Բա Օնիկին 7 րոպե անտատ ասում է խփի Օնիկը կողքս կանգնած 7 րոպե, 8 րոպե կողքս կանգնած Օնիկը մի հատ մատով չկպնի ինձ, հավատում եք դուք դրան։ Այսինքն պատմությունն է եղել։ Կանգնի իջնեմ, Օնիկը սկսել է դանդաղացնել, Կարոն հայրել է, պատասխանել եմ հայրենքին, ձեռքով հարվածել է ինձ, հաստերով է խոսում։ Դատաբժշկական էքսպերտիզայի մեջնիկը հարվածել է այստեղից, որը հարմար է իրան, ես իրեն եմ հարվածել, ձեռքը տարել է, որ զենքը դրած է փոխանցման տուփի մոտ, զենքը վերցրել է, տեղափոխվել եմ դեպի ինձ, հարվածել եմ, պարզ ասեմ ձեզ, գլխին էլ չեմ հարվածել, ձեռքին էի հարվածում, մեկը կպալ, ձեռքին երկուսն է գլխին է կպել, ու իջել եմ մեքենայից հեռացել եմ, մոտ 10 մետր, 9-10 մետր, հետևի կրակոցները լսելով կանգնել եմ, շուռ եմ եկել, Օնիկին հայելով, տեսակ, հայելով Օնիկ կրակի, զանգեց Սուրիկին, Սուրիկին ասեց, հեսա գլում եմ մարդուրին, կարճ եմ ասում էլի, այդ նույն պատմությունն է։ Սուրիկը հեռախոսը կախեց, թե ինչ ասեց, չգիտեմ, հա, չէ, չգիտեմ, Սուրիկը հեռախոսը կախեց, նորից սկսեց Օնիկին հայվել, թե կրակի, հա, ասում, իր անունով անվանեցի իրան, ինչ-որ ժողովուրդն ասում, ասել դուք չի իրում, ասել եմ շուռ եմ եկել գնալու, շուռ գալիս մի հատ, այս դիրքով կապել է տևիս, մի շուռ է կացած, մի քայլ եմ արել, երկրորդը հետևից է։ Իսկ որ գնդակը ոտքից այդ ազդկամ ասում, որ հետևից է, բայց դա պաստ է, էքսպերտներն են ասում, տեսանելի է դա, չեք կարող հետևից կպնել կարստարզ է, կյանքից կրակվից։ Սա արջևից է տալիս եմ, բայց արջևից ինչ դիրքով, մենակ ես դիրքով, ասացին մի մտել դուս է։ Այդ է եղել մեր պատմությունը։ Շապտել է, չէ, իրականացքում բուժողանչու հայտնվեցիք լավաճարի համաստանի հայտնվեցիք։ Գիտեք, ես իրավաբան չեմ, բայց ցուցում տալուց, առեսումներին մասնակցելուց, պատկերացրեցի ես, նոր քնիչը, հələ այն ժամանակ ինչ-որ բալանսը պահպանում են, բայց ես քնիչը լրիվ։ Ասում եմ, ես բանը սենց է, որ ի հայտ է, դա փաստ է, ասում եմ, այդպես պետք է լինի, չասես։ Իմ ներկայությամբ, հաստատանիշ ներկայությամբ զենքը Մակարով դնում են ասկութայի մեջը, գործում է կանգնի, թե չի կանգնի, չկանգնալ, մի քանի անգամ գործից չկանգնալ, քայլը չարեց, չկանգնեց, բայց չարձանագրեց, հաստաբանից ներկայությամբ։ Առերեսման ժամանակ ես չակերտավոր արժանը հավատ վկաները, որ կան այդ բաղորները, այդ բաղորն ասում են, գրկախառնված իջել են, ասում դեմքիս այրին կար, ասում են չկար, ոնց կլին, մեքենայի մեջ 4-5 րոպե կռվենք, Կարոնն էլ ասում, Օնիկն էլ ասում, բոլորն էլ ասում են, որ արյունը շաղալ էր, չեշտում է 2.5 լիտր արյուն էր գործում, իրոք արյուն էր գործում, դա մի կաթիլ արյուն չէր ես, այսինքն չի անցել հետև, կռիվ չի եղել, հարվածել եմ, իջել եմ գնացել։ Այսինքն մարմնական վնասվածքները, որոնք ստացել եք ձեր կրծքավանդակին եւ այլն, դրանք արդեն եղել են մեքենայից դուրս, երբ ձեզ արդեն կրակել են, դուք ընկած վիճակում եք եղել եւ ձեզ հարվածել են։ Կարող եք այդպես։ Նորից անդրադառնում եմ Մուրադյանին, այնտեղ ցուցմունքներ կան, միլիցիայի աշխատողներ, որ եկել են, շրջապատել են ինձ։ Ինչի՞ համար են շրջապատում։ Հետո միլիցիայի պետի տեղակալ էր, քաղաքացիական հագուստով էր, որ ոտքս կապեց։ Չէի թողնում մոտ գար, փորձում էի հարվածել նրան։ Ինչի՞ համար էի հարվածել։ Օֆիցեր կար հետը կանգնած էր, որ շրջապատել են ինձ, ասեց, որ մեր պետի տեղակալն է, նոր թույլ եմ տվել ոտքիս անել են, իմ ոտքս կապել են։ Այդ միլիցիայի պետի տեղակալը։ Այսինքն այդ ընթացքում այնուամենայնիվ ձեզ հարվածել են։ Ոնց շենքն են կացավ։ Ինքը կողս որտեղից է կոտրել, որից երկուսը թոքս ծակել էր։
Եթե Կարո Կարապետյանը ունի այդ միասին կարողանային մեքենայի մեջ իրենց պատմելով նման հարվածներ հասնել, այդ մեքենայից դուրս գալու է, տեղում կսատկացնեն ոնց ինչպես որ ընդհատ բռնում։ Ինչ ասես։ Ես ավելացնում Զադոյանի ասացին, եթե Կարո Կարապետյանը ինչպես ինքն է նշում մեքենայի մեջ է հարվածներ հասցրել եւ վնասվածքները գողային ստացել են մեքենայի մեջ, նույն այդ Օնիկ Հովհաննիսյանի եւ Կարո Կարապետյանի ցուցմունքները նման վնասվածքներ ստացած մարդը 3-4 անգամ չէր կարող մի քանի վայրկյանի ընթացքում մարմնամարզություն կատարողի նման կռանալ, որպեսզի ոտքից զենք հանել, կամ կռանալ կհանել, կամ կռանալ հետ չէր բարձրանա, որովհետև կողային նման վնասվածքները բոլորս էլ հասկանում են, որ մարդը չի կարող մարմնամարզություն անել, կամ նպատակը որն է 3 անգամ նույն զենքի հետևից կռանալը։ Զենքը եթե արկա լիներ, մեքենայի մեջ կհանել։ Հետո միակ հարցն է Ինձ իրա չկրակեին, մեքենայի մեջ են կրակել, կարող է իննել ասում, աբոյման ընկավ միջից։ Մեքենայի մեջ ստացվեց կրակելը, դրսում ստացվեց։ Եթե զենք լիներ մոտս գոնե պաշտպանվելու համար, նրանց սաստելու համար, ես էլ բայ նրանց վրան չէին համարձակվի կրակել, գոնե դրա համար, հենց պաշտպանվելուց ինձ վնաս չտալու համար կհանել, ոչ Օնիկն չէր, Օնիկն ինքն էլ ասում, վիճակի չէր, կանգնած էր, այն բանվորներն ասում են դողում էր, ես էլ եմ ասում դողում էր, մի բան էլ ավել էր դողում, Օնիկն ինչ մեռած մարդ էր այնտեղ։ Բա 8 րոպեով կսպտտվել եմ այդ մատով չի կպելած, այն էլ կարող որ ասա այդ տղա խփի, հետո այն չի ասում խփի, այն վերևից ներքև վայելելով խփի։ Ոնց կարող էր Կարոյին չլսել, բոլորդ էլ տեսել եք Օնիկին։ Կարող ասել, այս բանը սենց արա Օնիկը չանել, չի կարող։ Բա 8 րոպեով կսպտտվել է իրաց ցուցկով ոչ մի բան չի արել։ Ոնց կլինի դա։ Զենք որ լիներ մոտս ինստակլեր են պատճառ, որ Կարոնի վրա չի գրել։ Եվ հետո թողնստեն մեքենան թողնային գնային։ Կարոնը 2.5 մետր գնում է դեպի Օնիկը, զենքը նրա մոտից վերցնում է նորից վրա կրակում։ Այդ ընթացքում այդ 2.5 մետր գնալը վերցնել ես այդ տեղում մոտակ կանգնած եմ։ Ձեր նշեցիք, որ պարոն Կարապետյանը խոսելիս նշել է Սուրիկ խփելը, Սուրիկնով է։ Սուրիկը մեր դատախազն էր։ Մեր մարզի դատախազը Սուրիկ Բարսամյանը։ Կարծեմ պիտի հեռախոսացանկում լինի 15-20 վայրկյան խոսացել այդ Սուրիկ է խոսացել, եթե չէր անել ինչից։ Սուրիկ է խոսացել։ Այսինքն ձեր մարզի դատախազը տեղեկ է եղել։ Իրանք էր մեր մարզի դատախազը։ Կարո Կարապետյանը ինքն է։ Ինչպես Եվ նաև խոսակցության մեջ էլ կներեք, եւ խոսակցության մեջ էլ 11 առաջում է։ Ասում եմ, եթե մի բան այն, դա իմ ընկերն է, պիտի հարցնեմ, ոնց պետք է ինչ պետք է։ Այսինքն խորհուրդ է ասում։ Ինչպես նաև գործում շատ ուշագրավ հանգամանք է եւ ցուցմունքներից եմ ես արդեն ինչ որ ասում եմ դատականության ընթացքում դրված ցուցմունքներն են վերաբերական դեպքի վայրում գտնվելու Կարո Կարապետյանի ժամանակահատված է նշած, որը նշում է, որ մինչև ոստիկանները եկել են, ես արդեն այնտեղ չեմ եղել։ Ոստիկանները նշում են, որ եկել են Կարո Կարապետյանի ձեռքից արդեն անմիջապես Զադոյանի կողքը կանգնած ժամանակ, տեսել են Զադոյանի կողքին կանգնած, ձեռքից վերցրել են ատրճանակը։ Եթե Կարո Կարապետյանը շուտ էր գնացել հիվանդանոց, ինչպես ինքն է ցույց տալիս, ով էր կանգնած Զադոյանի կողքին։ Եթե Զադոյանի կողքին կանգնած էր, ինչի էր գնացել հետ եկել, շատ կարևոր առաջին հայացքից թվում է աննշան հանգամանք, բայց շատ կարևոր հանգամանք է, ինչպես նաև արդեն հիվանդանոցի մատյանների զինվորությունից Զադոյանը հիվանդանոցը տեղափոխվել 11-25 րոպեին։ Դեպքը տևել է Կարո Կարապետյանի ցուցմունքից 10-ի կողմերը, 10-10.5-ի կողմերը, արդեն դատականությունում, բոլորը ասում են 11-ի կողմերը, այսպես որ վերցնեմ եւ համադրեմ հիվանդանոցի մատյանի զինվորությամբ ֆիքսված ժամը ոստիկանությանից ստացված ահազանգի ժամը եւ Կարո Կարապետյանի տրված ցուցմունքների ժամը դեպքը տևել է գրեթե 40 րոպե։ 40 րոպեի ինչ են արել դեպքի վայրում, եթե դեպքը տևել է 8 րոպե։ Գնացել են